Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Կրակոցները դադարում են, բացվում է բանակցությունների սեղանը, հայտնի է թե որտեղ տեղի կունենա Իրան-ԱՄՆ բանակցությունը։ Իրանին, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հասցված վնասները կփոխհատուցեն, ինչ մանրամասներ է հայտնել իրանական լրատվամիջոցը։ Շրջափակում ներսից, ինչու է Ադրբեջանը 6 տարի շարունակ փակ պահում իր ցամաքային սահմանը։ Աբովյանում սպանված 24-ամյա երիտասարդի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին, մարդասպանը դատական նիստերի դահլիճում եղել է ծակողիրով։ Փոշի, աղմուկ, ճաքեր ու անորոշություն։ Օրբելի փողոցի բնակիչներն արդեն 3 տարի ապրում են շինարարության ստվերում։ Ապօրինի աշխատանքներ, ուշացած արձագանք և բազմահարկերի խոշոր նախագիծ քաղաքի կենտրոնում։ Ուր է հասել խնդիրը և ով է պատասխան տալու։ Մերձավոր Արևելքի ոսկե դարը, այսպես է բնութագրել Թրամփը Իրանի հետ հաստատված հրադադարը։ Դոնալդ Թրամփի նշած ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ հայտարարել են Մերձավոր Արևելքում երկշաբաթյա հրադադար։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունը կսկսի ուրբաթ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը պատրաստում են երկարաժամկետ 15 կետանոց համաձայնագիր, որի շուրջ մասամբ համաձայնություն են ձեռք բերել։ Ըստ Թրամփի այժմ գոյություն ունի ամուր հիմք երկարաժամկետ համաձայնագրի համար։ Իրանական Ֆարս լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանին, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հասցված վնասները կփոխհատուցի ստեղծված հատուկ ներդրումային հիմնադրամը։ Այս հիմնադրամի կառուցվածքի կամ կառավարման վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։ Գործակալության տվյալով Իրանը մտադիր է ապագայում վճար գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, որի մի մասը կգործածվի հակամարտության ընթացքում ավերված օբյեկտների վերականգնման ծրագրերի համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ 15 երկիր ներգրավված է և պատրաստվում է Ֆրանսիայի գլխավորությամբ խիստ պաշտպանական առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում, որը համակարգելու են Իրանի հետ։ Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին անդրադարձել է նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Իրանագետի կարծիքով այս զարգացումները ցույց տվեցին, որ Իրանին հնարավոր չէ կոտրել պատերազմով կամ ստիպել հրաժարվել իր միջուկային ու հրթիռային ծրագրերից, նաև տարածաշրջանում իր դաշնակից ուժերին աջակցելու քաղաքականությունից։ Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ։ Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից։ Իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն։ Միացյալ Նահանգների և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է։ Անհնարին է նաև այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերի հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։ Ընդ որում ուշագրավ է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան Հեզբոլլահի դեմ։ Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար։ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որն այժմ արդեն մոռացված կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով իր ցամաքային սահմանը փակ է պահում ճանապարհորդելու համար։ Երկրի խորհրդարանի անդամներն այս որոշումն ամեն անգամ երկարաձգել են 3 ամսով, վերջին անգամ մարտին։ Իշխանությունը շեշտում է, որ խոսքը ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարի, այլև անվտանգության սպառնալիքների մասին է, չնայած նրանք որևէ մանրամասնություն չեն տրամադրել։ Սահմանների փակ լինելու պատճառով Ադրբեջանի ներքին տնտեսական հավասարակշռությունն զգալի օրեն փոխվել է։ Սահմանամերձ շրջանների բնակիչները նախկինում գոյատևում էին փոքրածավալ առևտրի և հարևան երկրներում գների տարբերություններից օգտվելու հնարավորության շնորհիվ։ Հիմա մարդիկ բախվում են եկամուտների նվազմանը և ավելի ու ավելի հաճախ են տեղափոխվում Բաքու և այլ խոշոր քաղաքներ աշխատանք փնտրելու համար։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին Թեհրանին տրված վերջնաժամկետից ընդամենը 2 ժամ առաջ։ Մինչ հրադադարի որոշումը Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել էր մի գիշերում վերացնել Իրանը։ Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի եւ այլևս երբեք չի վերականգնվի։ Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար դա տեղի կունենա, գրել էր Միացյալ Նահանգների նախագահը։ Այս սպառնալիքից հետո Իրանի քաղաքացիները դուրս էին եկել փողոցներ կենթանի պատ կազմելով էլեկտրակայանների մոտ։ Հրադադարի մասին հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են։ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1 բարելի համար $100-ից ցածր։ Ապրիլի 7-ի կեսօրին նավթի գինը տատանվում էր 1 բարելի համար $100-ից $110 սահմաններում։ Մինչ օրս ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցի հայտարարել է իր կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին հանուն Իրանի պաշտպանության, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ես նույնպես պատրաստ եմ զոհաբերել ինձ հանուն Իրանի, հավելել է նա։ Հարձակում է տեղի ունեցել Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա, հարձակվողները երկարափոխ հրացաններ են ունեցել։ Թուրքիայի ոստիկանությունը պարզել է նրանց ինքնությունը։ Հանցագործներից մեկը նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի համար, մյուսը կապված է ահաբեկչական կազմակերպության հետ։ Չի նշվում, թե որ։ Հարձակվողներից մեկը սպանվել է, երկուսը ծանր վիրավորվել եւ ձերբակալվել են։ Կրակոցների ժամանակ վիրավորվել է 2 ոստիկան։ Միջադեպի ժամանակ հյուպատոսությունում ոչ մի աշխատակից չի եղել։ Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է Յոնհապը, հղում անելով Հարավային Կորեայի ռազմական պաշտոնյաներին։ Նշվում է, որ Հյուսիսային Կորեան երկրորդ օրն անընդմեջ հրթիռներ է արձակում։ Դաղստանն անցնում է ջրի տակ, մարդիկ հուսահատության մեջ են եւ օգնության կարիք ունեն։ Ջրհեղեղը մեծ ավերածություններ է գործել շրջանում, ջրասույզ անելով ամեն բան, գրանցվել են զոհեր։ Վլադիմիր Պուտինը կարգադրել է տուժածներին տրամադրել անհրաժեշտ օգնություն եւ իրականացնել վնասի գնահատում։ Եվ վերջում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հունգարական Հոլոկյո գյուղում Զատկի ավանդույթի համաձայն տղամարդիկ կանանց վրա դույլերով ջուր են լցնում։ Ծեսը կապված է մաքրագործման եւ գարնանային վերածննդի գաղափարի հետ։ Զարա Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը Արսեն Զեյնալյանը դիմել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի։ Նա շեշտել է, որ առաջին դատական նիստին մարդասպանին բերել են առանց ձեռնաշղթաների եւ առանց ճաղավանդակի, այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։ Դատարանի դահլիճում բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ եւ ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ օրեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր եւ նետում նրա ուղությամբ, վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը, Կարեն Զեյնալյանը, եւ եւս 2 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ինչ արդարադատություն է։ Ինչպես կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը հայտնվել կալանքի տակ։ Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք. ինչ է իրական արդարությունը եւ ում համար է այն։ Քրեական վարույթի շրջանակում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալել են մի քանի անձանց, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Լրատվամիջոցները գրել են, որ նրանցից մեկը Արման Սահակյանն է, ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին։ Փոշու, աղմուկի ու ճաքերի մեջ Օրբելի փողոցի բնակիչների առօրյան արդեն 3 տարի է վերածվել է պայքարի։ Բաղրամյան պողոտայի հարևանության բնակելի շենքերի կողքին կառուցապատող ընկերությունը փորել է հսկայական փոս առանց անհրաժեշտ թույլտվությունների։ Մինչ քաղաքապետարանն ուշացած է արձագանքում, մարդիկ շարունակում են ապրել բառի ուղիղ իմաստով շինարարական անդունդի եզրին։ 3 տարի վաղ առավոտից մինչև ուշ երեկո Օրբելի փողոցի բնակիչներն ապրում են աղմուկի եւ փոշու մեջ։ 5 հարկանի շենքի բարձրությամբ փոս են փորել բնակելի շենքերի հարևանությամբ 35,000 քառակուսի մետր տարածքի վրա եւ այս ամենը քաղաքի կենտրոնում Բաղրամյան պողոտայի հարևանությամբ։ Օրբելի 23, 27, 29 հասցեներն են, որտեղ Ռենշին ընկերությունը պատրաստվում է 35 հարկանի 5 շենք կառուցել։
այդ հսկայական ժայռերը ջարդում են հիդրավլիկ մուրճերով, մեծ ուրիշ էքսկավատորներ, կովշերը, չգիտեմ ինչ, այդ պատճառով, երբ որ իրանք սկսում են դա անել, ցնցվում են մեր բոլոր շենքերը, այսինքն շենքերը պարտավոր են մի հատ փորձաքննության ենթարկել, պարզելու համար, թե որքանով են տուժել մեր շենքերը իրանց գործողությունների հետևանքով, պատճառով։ Թաղամասի շենքերն այս պահին շինարարական անդունդի եզրին են։ Բնակիչները ցույց են տալիս տան պատերին օրեցօր ավելացող ճաքերը։ Քաղաքապետի թույլտվությամբ 2023-ից Ռենշինը սկսել է քանդել Օրբելի 23, 27, 29 հասցեների օտարված շինությունները, սակայն փորել կառուցապատողը սկսել է առանց որևէ թույլտվության։ Քաղաքապետարանում տեղյակ չէին Ռենշինի ապօրինի գործունեության մասին։ Եթե նմանատիպ ապօրինի բան է եղել, ուրեմն վստահ եմ, որ համապատասխան արձանագրություն է կազմվել ու ենթադրում նաև կանխվել է դա։ Եթե ավելի վաղ է եղել 24 թվականի 7-րդ ամսից, ինչպես որ դուք եք ասում, քանդման թույլտվությունը։ Այդ ընթացքում որևէ իրավական գործընթաց չի եղել տուգանքից բացի։ Մինչդեռ շինարարական հատուկ ծրագրերի վարչությունից պնդում են, տուգանքին զուգահեռ պետք է կասեցման գործընթաց լիներ։ Բնակիչներն ապօրինի աշխատանքների կասեցման համար 2024-ից ի վեր դիմում են տարբեր պետական մարմինների, ստանում անորոշ պատասխաններ։ Զվահում են այդ պատասխանը կամ չեն ուղարկում, կամ կուղարկենք եւ այլն, մենք տուգանել ենք եւ դուք տուգանել եք, ժողովուրդ, ասենք թե տուգանել եք։ 1, 2, 3, 4 այդ ինչքան պիտի տուգանեք, մինչև կասեցնեք ապօրինի շինարարությունը, չէ՞ որ մինչև 25 թիվը 2 տարի իրանք ապօրինի շինարարություն են արել քաղաքի կենտրոնում, սա չլսված բան է։ Բնակիչները հանգիստ չունեն անգամ երեկոյան, երբ աշխատանքից տուն են գալիս։ Շինաշխատանքները շարունակվում են գրեթե մինչև կեսգիշեր։ Հաշվի չի առնվում ոչ աշխատանքային ժամեր, ոչ տոնօրեր։ Տոնօրերին մինչև ժամը 11-12-ը գիշերվա նույնիսկ իրանք աշխատում են։ Զանգում եմ քաղաքապետարան, ասում է, ես չգիտեմ ինչի, սա նորություն է երևի Հայաստանի Հանրապետության համար, ես այս օրենքը չէի լսել, որ գիտեք, ուրեմն իրավունք ունեն աշխատելու մինչև գիշերը 11-ը, ոնց թե, այսինքն ստացվում է, որ եթե մարդը ժամը 6-ին 7-ին գործից հոգնած տունն է գալի, ուզում է իր դիվանին պարկի, ինչ որ հեռուստացույց նայի, դրա հնարավորությունը չունի։ Քաղաքապետարանում Ռենշինի աշխատանքային ժամերի մասին նույնպես տեղյակ չէին, չգիտեին նաև, որ թույլատրելի ժամերը խախտվում են։ Եթե արդյունքում ժամ խախտված կլինի, համապատասխան արձանագրություն կկազմի։ Ժամերը քանիսից քանիսն են նախատեսվում, պարոն Վարդազարյան, այսինքն առավոտյան աշխատանքային ժամերի մասին է խոսքը գնում, աշխատանքային օրերից առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։ Այսպես շինարարությունը տևելու է մինչև 2032 թվական։ Բնակիչները չեն պատկերացնում ինչպես են դիմանալու եւս 6 տարի։ Օրեր առաջ էին ակցիա կազմակերպել գլխավոր դատախազության առջև հարուցված 2 քրեական գործերին արդար որոշում տալու պահանջով։ Խնդիրը միայն ապօրինի աշխատանքները չեն։ Ավելի քան 1500 բնակարան նախատեսող Skyline նախագիծը կոլապս է առաջացնելու առանց այդ էլ ծանրաբեռնված Օրբելի փողոցում, երթևեկությունից մինչև Կոյուղի։ Այդ որ ուղեղն է այդպես տրամաբանն է, որ կարող են այդտեղ այդ ծավալի շինարարություն կատարել եւ ապահովեն տրանսպորտային միջոցների խոսքը այն ամենամինիմալ թողունակությունն է։ Ինչ հաշվարկ են կատարել, ով է այդ հաշվարկները կատարել։ Եվ ինչպես են դա ներկայացրել, ում են ներկայացրել։ Վերջապես եթե մենք բնակիչներն ենք, մենք կուրսիկ չենք, ում է դրանք են քննարկումը կատարել։ Բնակիչները հիշում են 35000 քառակուսի մետր տարածքում սպայական հոսպիտալի շուրջը այգի էր, որը հատվեց փորելուց առաջ։ Քաղաքապետարանում ասում են տարածքը մասնավորինն էր եւ մասնավորն ինքն էր որոշողը ինչ կանի ծառերի հետ։ Հույս ունեն կառուցապատողը կկոմպենսացնի։ Մասնավոր Ռենշին ընկերությունը ըստ մամուլում տարածված տեղեկությունների անմիջական կապ ունի Հայաստանի փոխվարչապետ Մահեր Գրիգորյանի հետ։ Հենց նրա հովանավորչությամբ է Ռենշին ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։ Փաստերի ստուգման հարթակն իր հոդվածում նշել է, որ այդ առնչությունը փոխվարչապետի գրասենյակը չի հերքել։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Խնդիրներ կա նաև կրթական համակարգում։ 9-րդ դասարանի ավարտական քննությունները միավորվում են մեկ ձևաչափում։ Գրականությունն ու Հայաստանի պատմությունը գնահատվելու են մեկ ինտեգրված էսեյով, սակայն մինչ նախարարությունը դա համարում է մտածողություն զարգացնող քայլ, մասնագետները զգուշացնում են, համակարգը դեռ պատրաստ չէ նման փոփոխության։ Թեման ուսումնասիրել է Սեդա Կիրեղյանը։ Երկու առարկա, մեկ քննություն։ Հայաստանում կրթական նոր ռեֆորմ կա։ 9-րդ դասարանցիները այսուհետ պետք է գրեն ինտեգրված էսե, միավորելով գրականությունն ու պատմությունը։ Երեխաները ստանալու են քննության ընթացքում 2 տեքստ, որոնցից մեկը լինելու է գրական ստեղծագործության հատված, մյուսը լինելու է պատմական որևէ ժամանակաշրջանի նկարագրություն։ Երեխայի եւ լինելու է հարցադրում, այդ 2 տեքստերի վերաբերյալ մեկ միասնական հարցադրում։ 9-րդ դասարանի աշակերտը վերլուծելու է, համեմատելու եւ գրելու է էսե։ Նախարարությունը վստահ է, նոր ձևաչափը կօգնի հասկանալ, թե որքանով են աշակերտները մտածում եւ վերլուծում։ Փորձագետներն ու հետազոտողները զգուշացնում են, համակարգը պատրաստ չէ։ Էսեի առանձնահատկություններից մեկն այն է, որ դու պետք է կարողանաս հիմնավորումներ տալ եւ դրա համար դու պետքա բավական գիտելիք, փորձ, դրամաբանական կանոններ իմանաս։ Ես կարծում եմ, որ այս փուլում վաղաժամ է եւ մենք պետք է հաշտվենք այն իրողության հետ, որ առաջիկա տարիներին հիմնականում էսեի արդյունքները կեղծվելու են, այն իմաստով, որ երեխաներին արհեստականորեն բարձր են գնահատելու, ոմանց նույնիսկ փոխարեն ուսուցիչներն են գրելու այդ աշխատանքը։ Կեղծման process-ը դեռ ընդամենը մեկ մարզում արված փորձարկման փուլում է ակներև եղել, իսկ համակարգն ուզում են ներդնել ողջ հանրապետությունում, ահազանգում է Տավուշի փորձն ուսումնասիրած մասնագետը։ Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետը փորձը հաջողված է համարում։ Անկեղծ պիտի լինեմ, մեր սպասածից ավելի լավ էր։ Հակադիր կողմում փորձագետը առաջ է քաշում անհաջող արդյունքների մասին ապացույցները։ Կարդացինք 2024 թվականին ձեռագիր գրված ավելի քան 60 աշխատանքներ եւ անկեղծ ասած շատ զարմացանք, որ իրականում այդ աշխատանքների մեջ ավելի շատ գերակշռում էր պաթետիկ ոճը, հիմնականում նույն արտահայտություններն էին գրում երեխաները։ Շատ ակնհայտ էր, որ ուղղակի ուսուցչից ինչ լսել են, դա էլ գրել են, այնպիսի տպավորություններ անգամ, որ դա կարծես թելադրություն լիներ, որովհետեւ բոլորը նույն բառերով էին գրել։ Մարտիրոսյանի պնդմամբ պատրաստ չեն ոչ ուսուցիչները, ոչ աշակերտները։ Ուսուցիչները վերապատրաստման փուլ անցել են, բայց նրանց 12%-ն է միայն նշել, որ վերապատրաստումներն արդյունավետ են եղել։ Իրավիճակը շատ ավելի վատ է աշակերտների դեպքում։ Նոր համակարգին պատրաստ լինելու համար աշակերտը պետք է նախ էսե գրելու ձևը իմանա։ Ճիշտ կլիներ սկսել 5-րդ դասարանից, այսինքն երբ որ չափորոշիչը մտավ եւ վերջնական որոշվեց, որ պետք է լինի էսե, ճիշտ կլիներ, որ դա տարածվեր այն աշակերտների վրա, որոնք այդ պահին 5-րդ դասարանում էին, որպեսզի գոնե իրենք 4-5 տարի ամեն տարի գրելով եւ ուսուցիչներն էլ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով ավելի հեշտ լինեն։ Փորձագետներն ասում են, որ Տավուշի հաջող փորձի արդյունքները նույնքան ձևական են, որքան շտապողականությամբ ներդրված նոր ռեֆորմի պայմաններն ու պահանջները։ Օրինակ, եթե երեխան հայերենից հենց սխալներ է թույլ տվել այդ աշխատանքը իրականացնել, իսկ ուղղագրական կլինեն, քերականական կլինեն, շարահյուսական կլինեն կամ այլ տիպի սխալներ, ինչպես պետք է վարվել եւ այստեղ մենք այդպես որոշել ենք եւ հասկացանք, որ գուցե ճիշտ մոտեցումն էլ հենց այդ էր, որ մենք իհարկե գրավորը ստուգելիս դրանք արձանագրում ենք, բայց գնահատման վրա դա չի անդրադառնում, որովհետև երեխաները հայոց լեզվից առանձին քննություն են հանձնելու, պարզաբանում է Սարգսյանը։ Փորձագետներն այլ կարծիք ունեն, երեխաները չեն կարող ոչ գրագետ լեզվով որակյալ բովանդակությամբ տեքստ գրել։ Հայերենի իմացությունը այստեղ ամենաաղաղակող բացթողումն է։ Երեխան չի կարող գրել շատ փայլուն մտքեր, բայց ոչ գրագետ հայերեն
հայերենով։ Եթե երեխան հայերենին չի տիրապետում, ինքը ինչ մտքեր էլ որ գրի, ես չեմ պատկերացնում ինչպես պիտի գնահատեն էլի այդ երեխայի գրած աշխատանքը։ 2025 թվականի Տավուշի էսսեների ուսումնասիրությունը եւս մի հակասական պատկեր է ցույց տալիս։ Աշխատանքների մեծ մասը գնահատվել է 8 եւ ավելի միավորով, մինչդեռ ցածր 1-ից 7 միավոր ստացած աշակերտներ գրեթե չեն եղել։ Միևնույն ժամանակ ուսումնասիրողները փաստում են նույն աշխատանքներում հաճախ բացակայում էր ինքնուրույն մտածողությունը, իսկ գնահատման մոտեցումները տարբեր դպրոցներում տարբեր էին։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Արկան հայտարարել է, որ համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։ Իրականացրել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ, անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը առայժմ։